եմ անդրադառնալ այն կետին, որ նամակը ուղղված էր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին։ Ինչի ՀՀԿ նախագահ։ Դե ֆակտո այսօր Սերժ Սարգսյանը, կրկնում եմ, դե ֆակտո ոչ թե դե յուրե, այսօր Սերժ Սարգսյանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության նախագահ, շախմատի ֆեդերացիայի նախագահ, Երևանի պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ, քրյա օլիգարխիկ ժողովրդական լեզվով ասած մաֆիայի կամ քրյա օլիգարխիկ այս համակարգի կլանի բարագլուխ։ Իհարկե այս վերջին դեպքում հակաօրինական կամ դե յուրե դե ֆակտո խնդիր չկա, որովհետև ինքը շատ վաղուց այդ կլանի մի մասն է եղել, այսօր դառել է պարագլուխը, դա իրանց խնդիրն է, բայց մենք չենք ուզում, որ մեր երկրի իշխանությունը լինի քրյա օլիգարխիկ, մենք ուզում ենք, որ լինի դե յուրե իշխանություն, այսինքն ժողովրդի կամքը ներկայացնի այդ իշխանությունը։ Իսկ նամակը ուղղված էր դե յուրե Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը բաղկացած է Գալուստ Սահակյաններից, Շարմազանովներից, Արմեն Աշոտյաններից, իրենց լինի իրենց կուսակցությունը, նախագահն էլ արժանավոր ընտրել են։ Դեմ չենք, թող Հանրապետական կուսակցության նախագահը լինի Սերժ Սարգսյանը, բայց այդքան բան։ Այն, որ Հայաստանի իշխանությունը բռնազավթված է, կարծում եմ ոչ մեկս չենք կասկածում։ Շատ լավ գիտակցում ենք։ Եկեք ընդունենք, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է մեղավոր, որ բռնազավթված է, որովհետև ինչպես տեսնում ենք, այսօր այստեղ այսքանս ենք։ Մնացածները կարծես թե նորմալ են վերաբերվում այն փաստին, որ իրենց իշխանությունը բռնազավթված է։ Համակերպել են այդ մտքին, ժողովուրդ չպետք է համակերպենք այդ մտքի հետ։ Մենք ենք այս երկրի տերը։ Նրանք չեմ կարծում, որ այնքան շատ, այնքան կազմակերպված, այնքան ուժեղ են, որ կարանան մի ամբողջ ժողովրդի բռնանան։ Ուղղակի մենք ենք անկազմակերպ, մենք ենք, որ թույլ ենք տալիս։ Եթե միավորվենք, պայքարենք, շատ կարճ ժամանակում ամեն մեկին ցույց կտանք իր տեղը, համապատասխան տեղը, ով որ կփորձի ժողովրդի իրավունքները ոտնահարի։ Մեզ նոր սահմանադրություն են ուզում բերեն փաթաթեն մեր գլխին, ինչ որ մեկի կարծիքը հարցրել են այստեղ նոր սահմանադրության կարիք էս մարդիկ ունեն, թե չէ հին սահմանադրության բոլոր նորմերը պահպանում էին, ժողովուրդը որոշեց, որ պակաս կետեր կան, հա, հին սահմանադրության մի մասը գոնե մի մասը որ պահած լինեին, այն առաջին կետը, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը պատկանում է ՀՀ քաղաքացիներին, Հայաստանի ժողովրդին, արդեն ոչ մի խնդիր չէր լինի սահմանադրություն փոխելու, ինչի մասին է խոսքը։ Դրա համար ժողովուրդ ջան, նամակի մեջ նշվում է, որ նա միայն ՀՀԿ նախագահն է։ Մենք պիտի համակերպենք, որ մեր իրավունքների վրա պիտի բռնանան։ Արդյոք մենք պիտի համակերպենք, եթե չպիտի համակերպենք, ուրեմն ոտքի Հայաստան։ Ուրեմն Հայաստան ոտքի։